Սիրելի հայրենակիցներ, մի քանի վայրկյանանոց կարճ մի տեսանյութ կխնդրեմ բոլորդ անպայման դիտեք, այս տեսանյութի հետ կարևոր մի շատ կարևոր փաստեր պետք է հիմնավորումներ ներկայացնեմ ձեզ, դիտեք։ Ես գտնում եմ անկարելի Ռոբերտ Քոչարյանի հրաժարականը, մի շարք պատճառներով։ Պատճառ համար առաջին։ Ռոբերտ Քոչարյանը խորհրդանիշ է Հայաստանի եւ Արցախի միասնության խորհրդանիշն է։ Վերջին 5-6-7 տարիների ընթացքում, երբ խոսում է Արցախի մասին, Արցախի անկախության մասին, ազատագրության պայքարի մասին, որպես խորհրդանիշ ամբողջ աշխարհի համար անկալվել է Ռոբերտ Քոչարյանը։ Եթե Ռոբերտ Քոչարյանի հրաժարականը լինի, Ռոբերտ Քոչարյանին արանքից այսպես կոպիտ ասած հանելով, դա նույնն է, որ ինչպես այսօր գեղեցիկ ասված է ազգթերթում, պայթեցնենք Լաչինի ճանապարհը, փակենք Լաչինի ճանապարհը։ Տեսակ կարծում եմ, տեսանյութում Վազգեն Սարգսյանն է, ով խոսում է Ռոբերտ Քոչարյանի մասին, այն տարիներով լցված սուտն ու բամբասանքը հոդս ցնդեցնելու համար շատ կարևոր է այս տեսանյութը դիտել, դիտելուց բացի նաև հասկանալ։ Եթե Ռոբերտ Քոչարյանը չլիներ այն մարդը, ով Արցախի համար, Հայաստանի համար այդքան կարևոր նշանակություն ունենար, ինչ եք կարծում, Վազգեն Սարգսյանի նման մարդը կյանքում այդպիսի հայտարարություն կաներ։ Իհարկե ոչ։ Այսինքն Ռոբերտ Քոչարյանը ունի այդ պոտենցիալը, այդ ուժը եւ ոչ միայն Վազգեն Սարգսյանն է դրա մասին փաստում։ Ես ինչի համար եմ այս ամեն ինչը ներկայացնում, որ դուք տեսնեք բազմաթիվ ինչ կարգի լուրջ մարդիկ են այդ ամեն ինչի մասին փաստել։ Երբ որ ես տարբեր հայտարարություններ եմ անում ու տարբեր մարդիկ շատերը անգիտակցաբար մտածում են ինչ որ ներքին շահի հարց կա, բայց ներքին շահը այնքան ստորադասված այս իրավիճակում գոյություն ունի պետական շահ։ Եվ այս պետության մեջ գոյություն ունեն տարբեր անհատներ, մարդիկ, ովքեր իրենց ուժերի հնարավորությունների սահմանները ունեն։ Մեր երկրում, մեր մնացած փորձառու մարդկանց մեջ, ես չեմ ասում, այս երկրում միակ փորձառու մարդը Ռոբերտ Քոչարյանն է, բազմաթիվ փորձառու մարդիկ կան տարբեր ոլորտներում։ Բայց այս բոլոր փորձառուների մեջ երկրից դուրս ամենաուժեղը ես դիտարկում եմ Ռոբերտ Քոչարյանին։ Հիմնավորումները տալիս եմ թե ինչու, որովհետև ունեցել է ժամանակին այդ իշխանությունը, այդ հնարավորությունը դրսևորվել է ու վատ չի դրսևորվել, հասկանում եք։ Կարողացել է տարբեր երկրների հզոր գերտերություն ղեկավարների մոտ իրեն ճիշտ դրսևորել։ Սա է այն ամբողջ գաղտնիքը ու ուժը, որը ունի մենակ այսօր Ռոբերտ Քոչարյանը։ Երբ որ ասում են մենակ Ռոբերտ Քոչարյանը կա, շատերը այս դիտարկում են ինչ-որ մեծամտություն եւ այլն եւ այլն։ Ոչ, սա մեծամտություն չի, սա այն իրական փաստն է։ Ես ասում եմ Աստված թող մեզ տա ունենանք ավելի ուժեղ, ավելի փորձառու, ավելի հմուտ մարդ։ Անենց չի Ռոբերտ Քոչարյանը հավերժա, բայց այսօր ունենք այն ինչ որ ունենք։ Ու այս նույն բանի մասին խոսել է նաև ժամանակին Վազգեն Սարգսյանը։ Եվ այո, Ռոբերտ Քոչարյանը ապացուցել է։ Հեսա էլի կսկսեն մանիպուլացնել, թե Ռոբերտ Քոչարյան, հոկտեմբերի 27, այնքան ստոր սրիկա են, ինչն է տարբերությունը Քոչարյանից ու սրանց։ Կյանքում չեք տեսնի, որ որևիցե դժբախտ դեպք սրանց պես մանիպուլացնեն, փորձեն դրանով դիվիդենտներ հավաքել, խի Ռոբերտ Քոչարյանին չեն կարա կայնեն ասեն Լևոն Տեր-Պետրոսյանն է արել հոկտեմբերի 27-ը, Նիկոլն է արել իր տերերով, հասկանում ես, բայց այդ մարդիկ չեն անում բաներ, որոնք ասենք բամբասանքի մակարդակի են։ Չեն անում, այդ մարդկանց էությունն է տենց դժբախտությունների, այդ ամեն ինչի վրա դիվիդենտ չեն հավաքում սրանց պես։ Սա է այդ տեսակի տարբերությունը, հասկանում եք ինչն է։ Իսկ սրանք մի հատ դժբախտություն են ման գալիս, դրա վրա սկսեն դիվիդենտներ հավաքել, մանիպուլացնել։ Ու երբ որ սկսես իրանց հետ իրանց լեզվով խոսել, կասեն, վայ, ես ինչ եք անում։
Էս ինչ եք էս դժբախտ դեպքը ասենց բանի վերածում։ Եվ որևիցե հիմքեր, փաստեր չունենալով տարիներ շարունակ մարդկանց ներկայացրել են մեղադրանքներ ու եկել են իշխանությունը վերցրել են որևիցե բան չեն ապացուցել։ Հասկանում եք, բամբասանքների մակարդակի ժողովրդին պահել ու խաբել, սա է ամբողջ մեր այսօրվա խնդրեմը ժողովուրդ ջան։ Դուք տեսնում եք ինչպիսի մարդիկ են խոսել դեռ այն ժամանակ Ռոբերտ Քոչարյանի հմտությունների մասին։ Հասկանում եք, հիմա ես չեմ կարող կանգնեմ ձեզ ասեմ Ռոբերտ Քոչարյանը Նիկոլից կամ Հայկ Մարությանից ուժեղ դերասան է։ Բայց դուք եկել եք ինձ ուզում եք իմ նմաններին ապացուցեք, որ Նիկոլի պես կապիկը կամ այն մյուսի պես կապիկը ավելի ուժեղ կառավարիչ են, քան Ռոբերտ Քոչարյանը։ Դա նույնն է, ինչ ես ձեզ ուզենամ ապացուցեմ, թե իրենք ավելի մեծ Քոչարյանն ավելի ուժեղ դերասան է։ Խնդալու եք ին վրա, չէ՞, ասելու եք ես ինչ հիմարություն ես, բայց դուք հիմա ինչ հիմարություն եք խոսում։ Ռեալ կառավարման փորձ ունեցող ապացուցած մարդուն դուք ո՞նց եք փորձում դնել նույն նժարի վրա, ինչը որ այսօրվա քաղաքական են ցուցակի սկզբից մինչև վերջը։ Եթե լինի մեկը, որը ունենա Քոչարյանի նույն այդ հմտությունները, կառավարման, հարաբերությունների, միջազգային հարաբերությունների, ամենայն անկեղծությամբ մեզ համար թիվ 1 խնդիրը այսօր անձը չի, մեր երկրի շահերն է։ Իսկ երկրի շահերը պաշտպանելու համար մենք պետք է այս ամեն ինչի միջով որ անցել ենք, պատերազմներ, արյունահեղություն, այսօրվա թշնամու այդ միասնականությունը, թռետորաբանությունը հաշվի առնելով, թշնամուն կանգնեցնելու ամենահնարավոր ռեալ ճանապարհը պետք է ընտրենք ու հասկանանք։ Իսկ այդ ճանապարհը դեռ այն ժամանակվանից, դեռ Վազգենը իր բերանով ձեզ ասում է, 2018 թվականին չեզոքացին Ռոբերտ Քոչարյանին, հանձնեցին Արցախը։ Ինչ էր ասում։ Վազգենը ասում էր, եթե խաղից հանենք Քոչարյանին, եթե Քոչարյանին հեռացնենք, դա նույնն է, ինչ Լաչինի միջանցքը պայթեցնենք։ Հասկանում եք։ Հիմա 2018-ին որոշ առնետներ Քոչարյանին չեզոքացրեցին, տեսակ ինչ բերեցին մեր գլխին, ու Վազգենը ճիշտ էր ասում։ Նույնը արեցին 2018-ին չեզոքացրեցին, բանտարկեցին, տեսակ ինչ բերեցին մեր գլխին։ Ինչի, որովհետև Քոչարյանն եզակի մարդկանցից է, ով անշահախնդիր իր ծննդավայրի, իր հողի համար պայքարել է նույն գերտերությունների մոտ, նույն տարբեր պետությունների մոտ, չի վերաբերվել այդ տարածքներին, որպես ինչ-որ տարածք, ոնց որ Նիկոլն է գրել իր գրքի մեջ, վերաբերվել է իրան հայրենիքի հողի սրբության։ Եվ սա է այդ ամբողջ տարբերությունը, որ այն մարդը ուրիշ ձև է դրա համար պայքարում։ Իսկ սրանք առևտրի են վերածել մեր հայրենիքը։ Այս տարբերությունը պիտի գիտակցեք ու հասկանաք։ Ու դիվանագիտական ոլորտում, երբ որ ձեզ փորձում են վախեցնել, շանտաժ անել, ես ձեզ վստահեցնում եմ, Քոչարյանի նման հմուտ մարդը գալով իշխանության, ամբողջ հարցերը առաջնահերթությամբ լուծելու է դիվանագիտական ոլորտում։ Եվ ստիպված են լինելու դիվանագիտական ոլորտում նույն Ալիևը, ոչ թե պատերազմներից է խոսալու, այլ աղաչելու է, ընկնելու է Մոսկվայի ոտերը, մյուսի, որ գնան իրեն հետ խաղաղության։ Այսենց է փոխվելու իրավիճակը, առանց զենք կրակելու, դիվանագիտական ճնշման արդյունքում կարանք հասնենք սրան։ Դրա համար պետք է ձեր վստահությունն ու ձեր քվեն, ձեր երեխեքի անվտանգության համար այդ ամեն ինչը լինելու, հետևությունը դուք արեք։